Այդ մասին ինչ է պատմում, որ ուզում են impeachment նորից գործընթաց։ Իսեր Աստծո, չգիտեմ, չեմ կարող, խոճապի մեջ ենք։ Բայց ասեցին նաև կպատանների Ես ձեզնից եմ իմացել, բայց հեսա անդրությունները, ինչ impeachment, ինչ փողոցային պայքար։ Եվ ՀՊԻ պատգամավորների հետ այդ զրույցը։ Գիտեմ, Նարեկ ջան, բայց ընտրություններից առաջ, ընտրություններին 6 ամսից առաջ, եթե ես չեմ սխալվում, օրենքով էլ չի թույլ տա։ Հա, բայց հանրապետականները, չգիտեմ, ասենք 400 հոգի մարդ չունեն, իրանք ընտրություններին մասնակցեն, իրանք ինչ impeachment անեն։ Կասկածում եք, որ չի ստացվի ժողովուրդի Ասենք պարոն Սիմոնյանի։ Դե impeachment-ի զուգահեռ գործընթաց են համարում փողոցային պայքարը, դրա համար եմ հաշվում իրենք Իմաստը ո՞րն է, ստացվել է։ Ես էլ չգիտեմ իմաստը որն է, ես չգիտեմ, հիմա ասենք, ես անընդհատ զարմանում եմ, թե այդ մարդիկ ոնց են տասնամյակ շարունակ երկիր ղեկավարել, այս խելքով որ ունեն, այս անկեղծ զարմանում եմ, այո, թող սկսեն։ Բայց ասում են նաև ԿՊ պատգամավորների հետ եւս կան քննարկում։ Ասում եմ, ռեժիմը խոճապի մեջ է։ ԿՊ-ի բազմաթիվ պատգամավորներ գնացել են, այլ հարցեր, լուրջ հարցեր կա։ Սիմոնյան կարելի է։ Հանրապետականը խոսել է ընտրակեղծիքների մասին։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը խոսել է ընտրակեղծիքների մասին։ Հանրապետականը, որ ընտրակեղծիքների համար ձեր իշխանության օրոք որևէ մեկը չի դատվել, այդ հանրապետական։ Վստահ չեմ, որ ճիշտ պնդում ես անում, որ որևիցե մեկը չի դատվել, բայց ընտրական process-ներ եղել են 2021-ին եւ 2019-ին, եթե չեմ սխալվում, այլ ոչ թե հանրապետականի ժամանակ։ Իսկ այն ժամանակ ինչի հարցը հենց էս տալի, ոնց որ ինչ որ մեկի մոտ տենց կասկած կա, հա, քո մոտ կասկած կա, որ միջև, չէ, բա ուրենը այլ հարցակ խոսանք հեսա, բայց քո մոտ կասկած կա անձամբ, որ միջև այդ ընտրություններում օգտագործվել է կեղծարարություն եւ ընդհանրապես այդ բան ինչ որ մեկի մոտ կասկած կա։ Իշխանություն, որ կաշառք հետ կապված իմ մոտ կասկածներ չլինեն։ Ես քեզ առաջարկում եմ քեզ հրավիրես ֆակտորի տաղավար հարցազրույց վերցնես, կարծում եմ հետաքրքիր կլինի։ Ասեք։ Ով։ հարցով խիստ տագնապներ ունի։ Ձեր թոշակ բարձրացնել են ժուրիկություն է, ընտրություններն արդեն վաղուց եք եղել, եւ այս ամենոց հանդեպ բնականաբար դուք չպետք է լինեք այլևս իշխանություն։ Ես առաջարկում եմ Սերժ Սարգսյանը հաճախ հարցազրույց տա եւ մասնակցի ընտրություններին, եթե կարող է, Սերժ Սարգսյանին որպես քաղաքական անցյալ եմ վերաբերվում, Սերժ Սարգսյան քաղաքական գործիչ, քաղաքական դաշտում գոյություն չունի, չի կարող ունենալ, այդ մարդը մերժված մնալու է պատմության մեջ, ինքը մերժվածն է։ Ես մերժվածների հետ կապված հիմա աբսուրդ բան է, impeachment, մեղրի, ինչի մասին է խոսում։ Ինչ է ասում Թրիպիմը։